Եթե հարանի վերանորոգման աշխատանքների ընթացքում ձեր բնակարանը ջրախեղդ է եղել, ապա դուք իրավունք ունեք պահանջել վնասի փոխհատուցում։ Նախ հարկավոր է արձանագրել պատճառված վնասը։ Անհրաժեշտ է հրավիրել մասնագետ, օրինակ անշարժ գույքի գնահատող, ով կհաստատի վնասի չափը, բնույթը։ Կարող է նա հավաքագրել փաստաթղթեր, լուսանկարներ, տեսանյութեր, որոնք կհաստատեն դեպքը պատճառված վնասը։ Երկրորդ, պետք է դիմել Հարանին գրավոր պահանջով, ներկայացնելով ձեր վնասի մասին հաշվետվությունը, փոխհատուցման պահանջը։ Խորհուրդ է տրվում պահել նամակագրության բոլոր ապացույցները։ Եթե Հարանը հրաժարվում է փոխհատուցել կամ չի արձագանքում, կարող եք դիմել դատարան։ Դատական հայցում պետք է ներկայացնել վնասի վերաբերյալ գնահատականը, ջրախեղդի հանգամանքների ապացույցները, Հարանին ուղղված պահանջների նրա արձագանքի փաստաթղթերը, օրենքի համաձայն Հ քաղաքացիական օրենսգիրք Հոդ 1087, եթե մեկը վնաս է պատճառում այլ անձի գույքին, պարտավոր է ամբողջությամբ փոխհատուցել այն, անկախ նրանից եղել է դիտավորություն, թե անզգուշություն։ Լավագույն արդյունքի համար նպատակահարմար է խորհրդակցել իրավաբանի հետ, ով կօգնի նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, ճիշտ ներկայացնել ձեր պահանջը դատարանում։